Ազատություն։ Ինչ ենք իրականում ուզում։ Մենք ասում ենք ազատություն, բայց շատ հաճախ չենք ասում հանուն ինչի։ Մենք կռվում ենք դրա համար, բայց եթե մի պահ դադարենք եւ ազնվորեն լսենք մեզ, կտեսնենք, որ ազատություն բառի մեջ հաճախ թաքնված է ոչ թե հասուն ցանկություն, այլ հոգնածության ճիչ։ Թաքնված է թող ինձ չխանգարեն, թաքնված է թող ինձ չդիպչեն, թաքնված է թող ես չպատասխանեմ։ Ազատությունը սխալմամբ պատկերացնում ենք որպես բաց դուռ, բայց բաց դուռը դեռ ճանապարհ չէ եւ բաց դուռը դեռ չի ասում ուր գնալ։ Երբ մարդուն հանում են բանտից եւ բաց են թողնում, նա ազատ է, բայց եթե նա չգիտի ինչ անել իր ազատության հետ, ազատությունը վերածվում է քաոսի։ Նա սկսում է փնտրել նոր բանտ, միայն թե դա լինի ավելի փափուկ, ավելի հարմարավետ։ Շատերը հենց այդպես էլ անում են, փախչելով հին սահմանափակումներից, արագ կառուցում են նոր սահմանափակումներ հաճույքի, կախվածությունների, կարծիքների, նորմայի, հանրային գնահատականի տեսքով։ Եվ սա է առաջին ողբերգությունը։ Մենք հաճախ չենք ուզում ազատություն, մենք ուզում ենք ազատվել ծանրությունից։ Ծանրությունը պատասխանատվությունն է, ազատության իսկական գինը միշտ պատասխանատվությունն է։ Իսկ պատասխանատվությունը ոչ թե գեղեցիկ գաղափար է, այլ հոգեբանական ծանրություն։ Դա նշանակում է քո կյանքի պատճառը դու ես, քո ընտրության հետևանքը դու ես, քո սխալների համար այլևս չկա մեղադրելի նրանք, եւ սա շատերին սարսափեցնում է։ Այդ պատճառով մարդիկ հաճախ ավելի հանգիստ են ապրում, երբ ինչ-որ մեկը նրանց համար որոշում է։ Երբ կա վերև, որին կարող ես ատել կամ պաշտել, երբ կա համակարգ, որի մեջ իրենք փոքր են, բայց ապահով։ Այդպիսի մարդը կարող է դժգոհել, կարող է բողոքել, բայց ներսում մեկ գաղտնի հարմարավետություն ունի։ Ես պատասխանատու չեմ։ Ահա թե ինչու իրական ազատությունը միշտ քիչ մարդկանց ընտրությունն է։ Այն պահանջում է ներքին հասունություն։ Այն պահանջում է դիմանալ մենությանն այն պահին, երբ դու այլևս չես կարող թաքնվել խմբի հետևում։ Որովհետև ազատ մարդը հաճախ միայնակ է, ոչ պարտադիր ֆիզիկապես, բայց ներքին իմաստով։ Նա չի հենվում մարդկանց հավանության վրա։ Ազատությունն առանց կարգապահության սուտ ազատություն է։ Դա նման է մարդու, որը գոռում է ես չեմ ենթարկվում ոչ մեկին, բայց իրականում ենթարկվում է իր ամենաթույլ պահերին։ Երրորդ պատրանքը՝ քաղաքական ազատությունը։ Շատերը կարծում են, եթե ընտրություն կա, խոսքի իրավունք կա, սահմանները բաց են, ապա մենք ազատ ենք։ Բայց կարելի է ունենալ բոլոր այդ իրավունքները եւ մնալ ստրուկ։ Կարելի է խոսել, բայց ասել միայն այն, ինչը հանրությունն է սիրում։ Կարելի է ընտրել, բայց ընտրել միայն այն, ինչն էմոցիոնալ է վաճառվում։ Կարելի է ճանապարհորդել, բայց աշխարհի ցանկացած տեղ քո հետ տանել նույն անազատությունը, վախը, կախվածությունը, տագնապը։ Մենք ուզում ենք ազատություն, բայց պատրաստ չենք ազատության ծանրությանը։ Պատրաստ ենք խոսել ազատության մասին, բայց պատրաստ չենք լսել հակառակ կարծիքը։ Պատրաստ ենք պահանջել իրավունք, բայց պատրաստ չենք կրել պարտականություն ու պարտավորություն։ Պատրաստ ենք ասել մի խառնվեք իմ կյանքին, բայց պատրաստ չենք ասել ես եմ պատասխանատուն իմ սխալների համար։ Եվ եթե փորձեմ մեկ նախադասությամբ ասել, ապա ազատությունն այն վիճակն է, երբ դու կարողանում ես ընտրել ճշմարտությունը, նույնիսկ երբ սուտը ավելի հարմար է։ Երբ կարողանում ես չվաճառել խղճիտ խաղաղությունը վախի կամ շահի դիմաց, երբ կարողանում ես լինել մարդ առանց ներսի ստրուկի։ Այդպիսի ազատությունը միշտ քիչ է լինում, որովհետև դա պահանջում է արմատական անկեղծություն։ Եվ վերջում, մենք հաճախ ազատություն ենք ուզում ոչ թե որպեսզի դառնանք ավելի մարդկային, այլ որպեսզի մեզ ոչ ոք չխանգարի մնալ այնպիսին, ինչպիսին արդեն կանք։ Բայց իսկական ազատությունը հենց փոփոխության հնարավորությունն է։ Մտածեք։